Մեծամորի ԱԵԿ-ում օգտագործվող միջուկային վառելիքի թափոնները խնամքով պահելու համար Հայաստանը ֆրանս-ամերիկյան Ֆրոմատոմ մասնագիտացված ընկերության նախագծով անվտանգ պահեստ է կառուցել։ Հատուկ այդ շինության ծավալը կավելացվի այնպես, որ երկիրը մինչև կայանի շահագործման դիտարկվող վերջնաժամկետ 2036 թվականը խնդիր չունենա։ Ռեակտորի գործարկումից սկսած մասնագետները մշտական հսկողության տակ են պահում հայկական ատոմակայանի շրջակա միջավայրը, վստահեցնում են ակադեմիայի ռադիոէկոլոգիայի բաժնի գիտաշխատողները։ Мы контролируем воздух, выпадение из воздуха, почву. Վերահսկում ենք օդը, հողը, ջրային ռեսուրսները, ստորգետնյա ջրերը, ԱԵԿ-ի շրջակայքում աճեցվող գյուղմթերքը։ Կարող եմ վստահորեն ասել, որ կայանի շահագործման ընթացքում ռադիացիոն մակարդակի շեղում չունենք։ Մոնիթորինգային տվյալները Կոնստանտին Փյուսքուլյանը էկոնոոսֆերային կենտրոնի կազմակերպած սեմինարին է բերել։ Լսարանը թե բնակչությունը կարող են հանգիստ լինել, ասում են, ճառագայթման մակարդակը երկրում բնական ֆոնից շեղում չունի։ Տարիների լոգարիթմական կորում գումարային բետա ակտիվությունը նվազած է։ Հիմա ինչ վիճակում է բետա ակտիվությունը։ Ամեն ինչ նորմալների սահմաններում է։ Ներկայումս բավականին ցածր է։ Ատոմային էներգետիկա ունեցող երկրի ուժը չկորցնելու համար Հայաստանն առաջիկայում պետք է կառուցի կամ գործող ԱԵԿ-ի տիպի մոտ 600 մեգավատանոց կայան կամ այդ հզորության 2 էներգաբլոկ։ Երրորդ տարբերակը փոքր մոդուլային ռեակտորի նոր տեխնոլոգիան է, որից սակայն աշխատող գործող աշխարհում դեռ չկա։ Դեռ միայն շինարարության փուլում են, այն էլ առայժմ ընդամենը 5 երկիր՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Արգենտինան, Անգլիան ու Ռուսաստանը, ներկայացրեց ակադեմիայի ռադիոլոգիայի բաժնի ղեկավարը։ Մոդուլայինները համարվում են կայուն, անվտանգ, հեշտ կառավարելի։ Վառելիքի լիցքավորում են պահանջում ոչ թե 2, այլ 12 տարին մեկ։ Առավելությունների կողքին ռիսկեր էլ կան։ Արդյոք մեր երկիրը կկարողանա ձեռք բերել պահանջվող այդքան բարձր մաքրության հարստացված ուրան, ինչ կանի թափոնների հետ։ Թեթև ջրով, այսինքն սովորական պրոտրիումային ջրով հովացվող ռեակտորները ամենաշատն են տարածված, եւ մեր հանրապետությունը հենց այսպիսի նախագիծ է դիտարկում մինչև հիմա։ Հայաստանը հավանաբար կլինի 6-րդը, եթե իհարկե որոշում ընդունվի հենց այս տիպի ատոմակայանի կառուցման համար։ Նոր կայանի ընտրությունն այլողակի հարց է։ Էկոփորձագետների ներկայիս խնդիրը գործող ԱԵԿ-ի մոնիթորինգը շարունակելն է, ինչի համար եռամյան նախագիծ են մշակել։ Իրենք գնահատելու են տարբեր ռադիոնուկլիդների շարժը, ատոմակայանի մասնագետները մոդելավորեն միջուկային վառելիքի ծավալները։ Սպասում են նախարարության հավանությանը, որ ֆինանսավորման համար դիմեն միջազգային գիտատեխնիկական կենտրոնի $300,000 դրամաշնորհի։ Հերմինե Բաղդասարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։